Փոքրիկ շունիկները կգնան հետախուզության, կնկարեն թշնամու տարածքը, հայ զինվորն էլ բունկեր կմտնի, ապահով կլինի, ասում է զորահանդեսից տպավորված այս տղամարդը։ Ռազմավարություններ են նրանք, մարդը պետք է գնա Աստված ջան, մեր ամեն հայրենակիցը անգին է, գնա ինչ-որ խնդրի ռազմ գա նկարելուց, ինչ-որ բան անելուց, այդ փոքր շունիկները կեթան, այդ գործը կկատարեն, խելացի ինտելեկտով էլ աշխատում են, մեր հայրենակիցները կմնան ապահով տեղ բունկերում, իսկ բունկերները շատ լավն են, ես տեսել եմ անձամբ, 5 աստղանի հյուրանոցի նման։ Հայաստանի մանրակերտ քարտեզը կրծքին ամրացրած տղամարդը մայիսի 28-ի ձեռքբերումը համարում է վարչապետին ֆեյսբուքով գրելն ու ձեռքով բարևելը։ Կարող ես վարչապետին անձամբ գրել, կարող ես բոլոր նախարարներին անձամբ, իրանք անձամբ կպատասխանեն ու այդ հարցի լուծումները կտան։ Ինչու՞ չէ քաղաքապետին, թաղապետին։ Դա մայիսի 28-ին, այսպես ասած, մեծ ձեռքբերում եք համարում, որ կարող եք գրել վարչապետին։ Իհարկե։ Զորահանդեսը տպավորել է նաև իրենց հայրենիքից հեռու մարդկանց։ Հրապարակում ծանոթ բան են գտել հնդիկները։ Հնդկաստանի արտադրության զենքեր։ Տեսել եմ այս տատա մեր հնդկականի ավտոնա։ Լավ է, ես սիրում եմ Հայաստան։ Այդ քարտեզը ի՞նչ է խորը։ Խաղաղություն։ Քարտեզը կարծում Մեր երկրի քարտեզն է խաղաղությունը հաստատ, պատերազմել չի լինի։ Բայց ինչի՞ց եք ենթադրում, որ խաղաղությունն է, ի՞նչն է ձեզ ներշնչում այդպես, ինչի՞ց գիտեք։ Գիտեմ, չգիտեմ, չեմ կարող։ Եթե սահմանին զինվոր չի զոհվում, ուրեմն իսկական խաղաղություն է, կարծում է այս երիտասարդը։ Խաղաղությունը նա է, որ սահմանին զինվոր չի զոհվում, թշնամու կրակոցից։ Էջմիածնից Երևան հասած այս կինն էլ չի կարողացել հաճույք ստանալ Փաշինյանի ելույթից։ Ուշացել է։ Էն էլ չհասցրեցի, այս հաճույքից օգտվեի, այս հրաշք հաջողությունները վայելեմ։ Վարչապետի ելույթը լսելը հաճույք է ձեզ համար։ Հաճույք է, այս բոլոր ամբողջ ժողովրդի ուրախությունը հաճույք է։ Որոշ քաղաքացիներ էլ հուզվել են, երբ երկինք աղավնիներ են թռցրել։ Ուզմունքով մենք այդ ամեն ինչը դիտեցինք, որովհետև խաղաղության խորհրդանիշ է ինքը։ Հիացած ենք, Պետք է աշխատանքի գնաք ոնց։ Այո, Ոչ չեն տալիս անցնել։ չէ։ Աշխատանքի շտապող այս կնոջը ոստիկաններն ասել են փակ է ճանապարհը։ Ուշագնաց է եղել հրապարակում, զորահանդես է դիտելու եկած այս քաղաքացին։ Հրապարակ օրաթերթը տեղեկություն ունի։ Փաշինյանը մարդկանց ստիպել է մասնակցել մայիսի 28-ի շքերթին, որ բազմամարդ երևա զորահանդեսը։ Լրատվամիջոցին մի զինծառայող պատմել է, որ չնայած ինքը արձակուրդում է, իրեն զանգել են եւ ասել, որ քաղաքացիական հագուստով մասնակցի զորահանդեսին։ Հատուկ Փաշինյանին տեսնելու համար է հրապարակ եկել այս կինը։ Շատ է սիրում։ Եվ Փաշինյանի, եւ զորահանդեսը հիանալու մեր նոր գնված զինատեխնիկայով, հիանալով Նիկոլի վարած քաղաքականությամբ, սիրում ենք Նիկոլին ազգովի, տակովի։ Շատերը զարմանում են, ինչ երեսով է Հայաստանն այսօր ցույց տալիս իր զենքերը, երբ 2023-ին մենակ թողեց Արցախին, լինելով նրա անկախության երաշխավորը։ Սա ուղղակի ցուցամոլություն է, կարող եմ ասեմ։ Այսքան սպառազինությունները որ կար, այսքան ժողովուրդը որ կային, ինչու Արցախը հանձնեցին։ Իսկ ինչ գործ պետք է ունենա Արցախը այս քարտեզի վրա։ Եթե մենք այս մասը լավ ֆիքսենք, մենք չունենք Արցախը։ Մեր մոտ է Արցախը, ինձ կարող եք ասել, որ այս քարտեզի վրա լինի Արցախը։ Ինչպես ասում է մեր սիրելի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պետք է գնահատենք ու պահենք այն, ինչ ներկա պահին ունենք։ Իսկ ապագայի մասին խոսել չենք կարող, բնականաբար ես չգիտեմ խի, բայց ներսի վստահություն ունեմ, որ այս տարածքները գնալով մեծանալու։ Հայաստանը եղել է Արցախով, կլինի Արցախով եւ պետք է լինի Արցախով։ Արցախը մերը չի եղել, ոչ մի անգամ։ Գիտեք ինչքանով մերը չի եղել։ Եթե ես տամոջնի պետք է անցնեմ, որ գնամ մի հող, անկախ ամեն ինչից այդ հողի մեջ ոտը սպինդ չէր։ Հա, ախպերս։ Հիմա պինդ ոտքով եք Հայաստան։ Հա, բա ոնց։ Շատ։ Ինչն է որ պնդություն ա ձեզ այսպես ասած հաղորդում։ Դուք այս ժողովուրդը, որ այսքան ոտքի ենել է։ Իմ պապիկը Շուշիի ազատագրման մասնակից է եղել։ Դուք պատկերացնում եք իր ցավը, մեր տանը սուք ա եղել, երբ որ մենք իմացանք Շուշին այլևս մերը չի։ Եվ ես նորից եմ ասում, ես կիսում եմ բոլոր արցախցիների ցավը։ Փաշինյանը ասում է 50 կիլոմետրանոց շարասյուն են կազմել փախչելով ավտոմեքենաներ։ Բա ինչ անեին մարդիկ, այո, մնային զոհվեին, դա ցեղասպանություն էր։
Խաղաղություն չեն տեսնում հրապարակում հավաքված շատ քաղաքացիներ։ Իրենց խաղաղ երկրում չեն զգում մարդիկ։ Եթե այսքան բանը հանձնվում է, ես ինձ ոնց կարող եմ համարեմ որպես խաղաղ ապրող քաղաքացի։ Ես 100%-անոց չեմ կարծում, որ խաղաղություն կա ամեն դեպքում, որովհետև ես լսել եմ, որ ինչ-որ ադրբեջանցիների մուտք պետքա լինի, ամեն դեպքում պատմությունը մոռանալ երբեք չի կարելի, մուտքը երբեք չեմ ընդունում, պլյուսներ լինում են, պլյուսները բոլորը ստեցնում ենք, բայց չեմ ուզում, որ այդ մինուսները այնքան շատ լինեն, որ այդ պլյուսները ուղղակի չերևան։ Չեմ ընդունում ոչ թուրքերի հետ հարևանությունը, ոչ ադրբեջանցիների հետ։ Ես պատմությունը երբեք չեմ կարող մոռանալ։ Զորահանդեսը դիտելու եկած որոշ քաղաքացիներ համոզված են, ցուցադրված ռազմական տեխնիկաների մի մասը իրական չեն։ Են որ ասում սուվիներ, ուղղակի սուվիներ։ Փորձարկել, ոչինչ, փորձարկել։ Հիմա ցուցադրվում է, հետևաբար փորձարկվելու է ու տա Աստված, որ այդ զենքերը, որը որ ձեռք են բերել ներկայիս իշխանությունը, նորմալ աշխատի։ Ռազմական փորձագետները նկատում են, որ զորահանդեսին ցուցադրված զինտեխնիկան փորձարկված չէ։ Մինչդեռ պետությունը նոր զինամթերք գնում է միայն այն փորձարկելուց հետո։ Լանա Համբարձումյան, Առաքել Օհանյան, Նորա Շարբաթյան և Հարություն Մաթևոսյան, Հայլուր։